Վերջապես եղանակն անցավ, որ կարաս արթնանաս, սուրճդ սարքես, նոթատետրդ վերցնես, դնես մի հատ սինիի մեջ ու գնաս դրսում վայելես քո առավոտը։ Սրա համար շատ եմ սիրում սեփական տանը ապրելը, որ կարող ես ուղղակի քո պատերի ներսում, ոչ մեկ քեզ չի նայում, սկսես օրդ, արթնանաս, վայելես, պլանավորես, մտածես, երբ որ շուտ ես արթնանում ու ժամանակ ալինում մտածելու, մի հատ հասկանալու, ուր ես գնում, ինչ ես անում, ինչ պլաններ կան, ինչը էլ պետք չի անել, որովհետև հաճախ բաներ կա ուղղակի ռուտինա է դառնում, բայց փաստորեն պետք չի էլ տենց անել ու պետքա փոխել ուղղությունը։ Վայելում ես այս սիրուն ծառերը, սիրուն տեսարան ու հետո նոր սկսում պատրաստվել։ Բաներ կան, որ իմ մոտ արդեն դարձել են սովորություն ժամանակի ընթացքում, այն ժամանակ օրինակ մարզվելը տենց պետք էր գրել, համոզել, այդ morning routine ասվածը, առանց դրա օրս մի տեսակ լիարժեք չի լինում, անպայման շուտ եմ արթնանում, որ այդ ամեն ինչը անեմ ու երբ որ շուտ եմ արթնանում, ինձ այնքան լավ եմ զգում այդ օրը, տրամադրությունս նենց բարձր է լինում, որ հաստատ արժի դրա համար շուտ արթնանալ։ Այսօրվա իմ պլանների մասին պատմեմ ու գնամ որ չուշանամ ոչ մի բանից։ Առաջինը պետք է գնամ օֆիս, այնտեղ մի քիչ գործ ունեմ, մնացածը մի քիչ չէ, շատ գործ ունեմ, բայց կոնկրետ օֆիսից մի քիչ գործ ունեմ, հետո պետք է շարունակեմ էլի այդ գործը արդեն որտեղից որ պատահի, հետո պետք է գնամ իմ նախկին համալսարան։ Թե ինչ գործ ունեմ այնտեղ հիմա չեմ պատմի, որովհետև կարող է ուշանամ ամեն ինչից, շատ երկար պատմություն է։ Հետո այսօր պետք է աշխատեմ, հետո պետք է ուզում եմ այսօր անպայման մի հատ ֆիլմ նայեմ, որը հին հայկական սովետի ժամանակվա ֆիլմերից է, սև ու սպիտակ հին, շատ հին այն ժամանակների մասին։ Օրինակ երեք նայեցի Սարոյանի եղբայրները, նայելուց հետո անպայման ռիվյու եմ գրում իմ մոտ, իմ ֆայլերի մեջ, իմ կարծիքը առանց միդակուն ընդունեմ ու սկսել եմ գրել իմ կարծիքը այդ ֆիլմի մասին տարբեր ինֆորմացիաներ, դրանից առաջ նայել էի Պեպոն, իմ համար շատ հետաքրքիր փաստ էր, որ Պեպոն իրականում միանգամից նկարահանվել է երկու լեզվով, այս ապշած է ուղղակի, որ այդքան դիսցիպլինա ասեմ, ինչ ասեմ, սենց հավատ քո նկարածին ունեցել այդ ժամանակ Բեկնազարյանը ու նկարել եմ միանգամից երկու լեզվով։ Ցանկալի է նաև կարդալ, բայց կարդալ այսքանի հետ ինչ որ մի քիչ երևակայական ժանրից է, բայց կարելի է գիրքը վերցնել ու ճանապարհներին փորձել մի քիչ կարդալ։ Բայց ես նոթբուք էլ պետք է վերցնեմ, որը 2 կիլո է, այնց որ չէ։ No. Եվ նկարել շորտսը, որը ես հիմա կանեմ։ Հոնքերս հատուկ սենց ներքև եմ իջացրել, սենց գեշացրել եմ, որ հնարավորինս սիրուն էֆեկտը սիրուն լինի։ Չնայած գիտեմ, որ մարդկա կասի, որ սենց ավելի սիրուն է։ Հիմա կփորձարկենք այս սոուփը։ Մանուշակն է ծաղկել, ինքը սպիտակ է, պետք է մի հատ տերևները լվամ մաքրեմ սիրունիկի ու ջրել է պետք է արդեն, բայց տեսեք ինչ հավասա ու լիքը կակոններ կա։ Ստեղ իմ մոտ ծաղկի սրահը, իմ սենյակը, ստեղ իմ ծառերն են, այս ալածար, այս չինական վարդա կոչվում, ծաղկել էր, բայց նորից է ոնց որ ծաղկում, չէ, տերևնա, okay, և սա էլ անունը չգիտեմ, հրաշք, շատ սիրուն է։ Այսօր կգամ տերևները մի հատ կսրբեմ, որովհետև մի տեսակ են։ Վերցրել եմ իմ սիրելի ակնոցները Թեմուից և նոթբուքս այս սրանով, ինչը շատ հարմար է ու վերջապես ինձ թողնում է բացի նոթբուքի պայուսակից այլ պայուսակներ վերցնել, իսկ ինքը սենց առանձին այսինչ բանում։
Դա իհարկե հետո իմ սովորության համաձայն սկսում եմ սելֆի անել, սկզբում ինձ եմ նկարում, հետո շուրջս եմ նկարում, ինչ տեսնում եմ, ինչ սիրուն բան տեսնում եմ, ու քանի որ առաջին հերթին երևի իմ համար եմ այս վիդեոները նկարում, մի հատ խնդրում եմ, որովհետև տարիներ հետո հաստատ նայելու եմ։ Տես ինչ սիրուն է այսօր Երևանը, ինչ սիրուն կադրեր եմ ես նկարել, այս ծաղիկները, դրոշի, մի խոսքով շատրվանները, ջրի կադրը, հրաշք ամենտեղ։ Տենց հրաշքները նկատելով, նկարելով հասնում եմ օֆիս, ստեղ էլ է սիրուն, ինչ խոսք նկարում եմ Instagram-ի story-ի համար սենց սիրուն կադր, 3 ժամ ինչ-որ ֆայլեր եմ բարձնում, մի խոսքով խոսում ենք և հետո ուղևորվում եմ համալսարան, իսկ թե ինչի եմ գնում համալսարան, դեռ չեմ կարող ասեմ, մոռացել էի ես ինչ տեսք ուներ, որը որ հարկում էր, բայց հիշում էի մի բան, որ այս լեֆտի այս հայելով դիմաց միշտ նկարվում էի, դասից առաջ միշտ ուշացած էի գնում, բայց մեկը ես ստեղ նկարվում էի, շատ սիրուն սելֆիներ է ստացվում։ Ստեղ գործերը սրաչացրի, հետո եմ գնում տուն։ Let's take it back a few good years to when the world was ending. Let's take it back to me and you. You called me up and said that you just got your driver's license and that there's nothing we can do. Running every light past the city of Pasadena. Դրսի գործերը սարեցի, հիմա հոգնած մի քիչ, բայց գնում եմ տուն, մի հատ սուրճ, շարունակում ենք մեր պլանները, մայրամուտա ու շատ սիրուն արևան, կարելի եմ երկու սելֆի անել։ Ճանապարհին շրջվեցինք ու մտանք առևտուր անելու, հիմա այսքանը պետք է տեղավորեմ, հետո նոր անցնում գործերիս։ Սուրճի հետ իմ ամենասիրելի բաներից արմավ, կաթնաշոր գնաց զարնարան, տնական մածուններ, այսօր գնաց զարնարան, հիմա կնայեք, կասեք սարնարանը են կողմում է, ես ստեղ ուր եմ դնում, ստեղ մի հատ էլ սարնարան կա։ Բանջարեղեն, սոխ, այս ովքեր են, գազար, բազուկ։ Սոխ, գազար, բազուկ։ Այս վերջերս բացահայտել ենք, որ եթե գազարը սենց քերում ես ու քերած վիճակում, ոնց որ աղցանին կավելացնես, դնում ես սարդարան, հետո հանում ես սարդարանից, ինքը ինքը նույն ձև մնում է, թե համը, թե ձևը, մի քիչ, շատ քիչ ավելի փափուկ է լինում, ինչը աղցանի մեջ ավելի հավես է, քան տենց չոր վիճակում, ոնց որ շատ հավես իդեա է, շատ միանգամից քերելու, պահեստավորելու, հետո տենց հանել օգտագործելու համար։ Next, սուրճ, այսօրվա երկու սուրճ, դոնդող, հայերեն տարբերակով ասենք դոնդող, շատ սիրուն, մի երկու օր առաջ մաման շատ սիրուն ժելե էր սարքել, ստեղ նկարի կդնեմ, ես ուղղակի հիացած էի, բավականին ժամանակ է տանում սենց սարքելը, բայց շատ համով է ստացվում, հազարավոր տենց խմորով տորթերից ավելի համով է։ Կարելի է ժելեն բանանով էլ փորձել, ինձ թվում է համով կստացվի, թթվասեր, իմ սիրելի հանքային ջուրը և կաթ, վերջին երևի 10 տարին ես կաթ, սենց պրոստը կաթ չէի խմում, ինչ-որ բաների մեջ կարողաբաց, որ ուղղակի լցնեմ կաթ, հիմա սարքում եմ սառը կաթ կակաոյով ու անմահական բան է ստացվում, ես մոռացել էի, որ չնայած երևի ես ինչ-որ կաթեր կա, որ ուղղակի չեմ հավանում, այս մեկն եմ հավանում, Երեմյանի կաթերն եմ հավանում, մի քիչ կակաո եմ լցնում, տաք ջրով սենց խառնում եմ, հետո կաթն եմ լցնում, կարող եմ մի քիչ շաքարավազ լցնեմ, կարող է չլցնեմ ու ստացվում է ուղղակի շատ համով ըմպելիք։ Մանավանդ ամառը, պատկերացնում եմ ինչ հավես կլինի, գործից գալիս ես, սառը, սառույցով, իդեալական։
Բայց դու ոնց որ թե կաթի տեղն ես տիրավել։ Երեք գործերս համատեղում էի, համ որոշեցի երկու սառնարանները մաքրեմ, սիրուն սրբեմ, դասավորեմ, համ էլ քանի որ ուզում էի տենց հաճախ ինչ-որ ֆիլմեր նայեմ, ընթացքում նայում էի Սարոյանի եղբայրներ ֆիլմը, ու շատ հավես էր, որ երկու ոնց որ համ ժամանցը, համ գործը, ինչ որ այդքան էլ տենց չէի ուզում անել, համատեղեցի ու շատ հավես բան ստացվեց։ Արևածաղիկներ, ըս իմ սիրածը, ըս մամայի սիրածը։ Ըս էլ տեղավորենք։ Ըս տարաները պատվիրել ենք Wildberries-ից, տեսակավորման ու պահելու համար շատ հարմար է։ Նկատել եմ, որ այս տարի ելակները համ շատ է ամենտեղ, համ էլ շատ համով է, որովհետև անցյալ տարի տենց ելակ չի եղել, որ մենք գնենք ու ես տենց հավանեմ, ասում, որ համով է։ Այս տարի չգիտեմ ինչ են արել մեր ելակ աճեցնող ժողովուրդը, բայց մերսի շատ, որովհետև վերջապես շատ համով ելակներ կան խանութներում ու շուկայում։ Անցյալ տարի բոլոր վարունգներից բոլոր ելակներից գալիս էր վարունգի համ։ 21-րդ դարում ինչը կարա զարմացնի մարդկանց, այն որ բանջարեղենից գալիս է բանջարեղենի համ, լոլիկից այս տարի գալիս է լոլիկի համ, ես ապշած եմ։ Որ AI-ով ամբողջ օրը ես արհեստական ինտելեկտով սարքում եմ անիրական բաներ, երևակայական բաներ, իմ կլիենտների երևակայությունը սարքում եմ վիդեո օրինակ, բայց ես ապշում եմ, երբ որ լոլիկից գալիս է լոլիկի համ, երբ որ ելակից գալիս է ելակի համ։ Փորձում ենք։ Ճիշտ եմ ասում։ Ամբողջությամբ վերացնում է յոդի պակասը։ Դրա համար սենց կարդացի ու ասացի, օքեյ, տարանք։ Հաց 100% սելացված հացահատիկով, թթխմորով, տարեկանի հատիկով և ածիկով, արևածաղկի հատիկներով։ B1 վիտամինների, օմեգա 3-ի բարձր բազմություն։ Ու սենց արևածաղկի սերմն է իրեն։ Խոհանոցում այսօր այսքանը։ Ճիշտ որ շատ հավեսով ինչ-որ համով բան կսարքեի, բայց ես ժամանակ չունեմ, գնացինք, վсё։ Այս սիրուն կադրով սկսում ենք մեր աշխատանքային պրոցեսը, նախորոք ունեի գրված, թե ինչ էր պետք է անեի, ում ինչ պետք է ուղարկեի, ինչ հարց պետք է տայի ու հերթով սկսում եմ անել, շատ սիրուն է կադրը ստացվել, ասեք, որ շատ սիրուն է, իհարկե իմ պլանների մեջ կա մոնիտոր ու նման բաներ առնել, բայց դեռ ոչ, մի խոսքով աշխատում եմ, չէի կարող ոչ մի բան հետաձգեի, դրա համար բավականին երկար է տևում, բայց վատն է, որ ես աշխատելիս մոռանում եմ անգամ ջուր խմել, այլոր մնաց, որ ես վլոգ էի նկարում, որ ես պետք է ուրիշ պլաններ ունեի, որ կարելի էր հետո անել, դրա համար այսքանը, ոնց հասկացաք, այսօրվա վիդեոն այսքանն էր, չմոռանաք բաժանորդագրվել ու նայել նաև մյուս վիդեոները, բարի գիշեր։